Բնականաբար հարցերը ուղղվում էին հիմնականում ինձ եւ բնականաբար պատասխանողը հիմնականում ես էի։ Եվ տեսնեիք այդ մեկնաբանությունները, այս կինը ինչքան խոսած մի հատ չթողեց ամուսինը խոսի։ Ժորտ, ինձ էին եկել նկարել։ Կանայք հեշտ թիրախ են։ Կանանց նկատմամբ պահանջը ավելի լավ ելույթ ունենալու, ավելի լավ գործողություն, ավելի լավ աշխատելու եւ այլև այդ պահանջների նշաձողը միշտ շատ ավելի բարձր է։ Կնոջը վիրավորելը հեշտ է անցնում, այսինքն դու որևէ կերպ հետո պատասխանատվության, եթե դա իրավական պատասխանատվություն չի, իսկ մեր հանրությունը բացի իրավական պատասխանատվությունից այնուամենայնիվ բարոյական ինչ-որ նորմեր ունի, եւ այս դեպքում այդ բարոյական նորմերը տղամարդուն վիրավորելու տեսանկյունից կարող են օրինակ հետո հաշվեհարդար դառնալ։ Իմ դեպքում իրականում թիրախավորումները զուտ վերբալ վիրավորանքից, ատելության խոսքից ցավալիորեն անցան նաև մահվան սպառնալիքների։ Հիմնական դերակատարները իհարկե ակնհայտորեն այդպես պրոռուսական կերպարներ էին եւ ակնհայտորեն այնտեղից էր նաև այդ ուղղորդումը գնում, թիրախավորելով սորոսական, դա անում էին ոչ միայն իմ անձի նկատմամբ, այլ դա հաճախ նաև վերածվում էր իմ ընտանիքի, երեխաներիս, աղջիկներիս, ուղղակի ուզում ես թողնել ամեն ինչ եւ դուրս գալ այդ ամեն ինչից, այսինքն նպատակը հենց դա էր։ 2019-ից ես սկսեցի նախաձեռնություն եւ խոսել անընդհատ, որ ատելության խոսքը պիտի քրեականացվի, որովհետեւ եթե դու քրեական ճանապարհով հնարավորություն չես տալիս մարդկանց հասկանալու, որ դա պատժելի հանցանք է, դու խնդիրը տանում ես դեպի փողոցում լուծելու հաշվեհարդարի։ Հայաստանյան մեդիան խորացնում է ցավոք կարծրատիպերը, հաղթահարման ուղղված տարբեր ինչ-որ ծրագրեր, տարբեր գործողություններ արվել են, բայց դրանք կարող ենք անգամ մեկ ձեռքի մատների վրա էլ հաշվել, 3-4 մեդիա, որոնք փորձում են գոնե հավասարության ընկալումները ներկայացնել եւ այստեղ ոչ միայն կրթության խնդիրն է, եւ այստեղ ոչ միայն գիտելիքի, նաեւ գիտելիքի պակասի խնդիրն է, այստեղ մի փոքր այլ նաեւ պատճառներ կան, մի փոքր այդպես բևեռացման գնացող քաղաքական պատճառներ կան։ Միշտ պիտի իմանաք ինչի համար են ձեզ թիրախավորում, հիմնականում լռեցնելու։ Եվ եթե դուք լռում եք, սխալ մարտավարություն, այսինքն ստացվում է, որ իրենք հասնում են իրենց նպատակին։ Բայց իրավիճակից ելնելով բնականաբար, որովհետև օրինակ նույն ռազմավարական հաղորդակցության մեջ silence strategy-ն, այսինքն դռելու ռազմավարությունը շատ կարևոր ռազմավարություն է, գուցե ինչ-որ իրավիճակներում ավելի ճիշտ է ընդհանրապես լռել։ Հիշել, որ հաջորդ օրը միշտ լույսը բացվելու է։ Եվ այդ օրվա ամենասարսափելի գրառումը, այդ օրվա հեյթը, ատելությունը, որ դուք ստացել եք, հաջորդ օրը շատ ավելի թեթև է լինելու եւ պիտի ուղղակի հոգեբանորեն պատրաստ լինել, որ ինչ որ ժամանակ դա մոռացվելու է։